Բարև ձեզ Armen Press podcast-ի հարգելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք գենդերային հավասարության քաղաքականության թեմային, որի շուրջ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրաֆիքինգի եւ կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանի հետ։ Շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Առավել հաճախ է գնալով, որ լսում ենք գենդերային քաղաքականությանը միտված միջոցառումների, նախաձեռնությունների մասին, ինչ է նախարարությունը ձեռնարկում, ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ։ 2025 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը, որը նախանշում է թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, թե պատասխանատու մյուս պետական մարմինների քայլերը ու առաջնահերթությունները այս ուղղությամբ 2025 եւ 2028 թվականների համար։ Սա համալիր փաստաթուղթ է, որը ուղղված է պետության միջազգային հանձնառությունների կատարմանը, երկրում առկա խնդիրների հասցեագրմանը եւ իհարկե գենդերային հավասարության ոլորտում բարեփոխումների իրականացմանը։ Նախարարությունը համակարգում է թե ռազմավարության իրականացման գործընթացը, թե այս ոլորտում իրականացվող մյուս աշխատանքները նախարարության գործառույթների ու լիազորությունների շրջանակում։ Ինչ ծրագրեր, միջոցառումներ կառանձնացնեք այս քաղաքականության ուղղված, դրանք ինչ են իրենցից ներկայացնում, ինչ նպատակներ են հետապնդում։ Մենք փորձել ենք ռազմավարական ծրագրով արտացոլել պետության առաջնահերթությունները, հիմնական ծրագրերն ու խնդիրները, առանձնացրել ենք 6 հիմնական ուղղություններ։ Առաջինը դա որոշումների կայացման գործընթացում կանանց առաջխաղացումն է, որպես երկրորդ առաջնահերթություն փորձել ենք աշխատանքներ իրականացնել աշխատաշուկայում գենդերային խզվածքի հաղթահարմանը։ Հայաստանը, ինչպես աշխարհի մի շարք այլ երկրներ, այստեղ ունի բավականին մեծ անելիքներ, քանի որ կանայք ունեն ավելի պակաս ներգրավվածություն աշխատաշուկայում ի տարբերություն տղամարդկանց։ Երկրորդ գերակայությունը ուղղված է կրթության եւ գիտության ոլորտում գենդերային հավասարության հաստատմանը եւ բարձրատրվող ոլորտներում կանանց մասնակցության խթանմանը։ Որպես չորրորդ գերակայություն մենք սահմանել ենք հատկապես խոցելի խմբերի կանանց համար առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման աշխատանքները։ Ունենք 5-րդ եւ մեզ համար չափազանց կարեւոր գերակայություն, դա կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարն է։ Այստեղ նախանշում ենք ինչպես աջակցության մեխանիզմների բարելավում, այնպես էլ պաշտպանության միջոցների լավարկում։ Եվ Հայաստանը որպես պետություն գենդերային հավասարության ոլորտում նոր առաջնահերթություն է սահմանել, դա կլիման եւ կանայք են, մասնավորապես կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած բացասական հետևանքների հաղթահարումն է, որի արդյունքում առավել շատ տուժում են հատկապես կանայք ու խոցելի խմբերի կանայք։ Այս առումով ունենք վիճակագրություն շահառուների, դրանց այդ թվի ավելացման, նվազման վերաբերյալ։ Վիճակագրական տվյալները ավելի ակնհայտ են օրինակ ընտանեկան բռնության դեպքերում։ Այս շրջանակում շեշտադրեմ, որ նախարարությունը մի շարք մասնագիտացված ծառայություններ է տրամադրում։ Հայաստանի բոլոր մարզերում եւ Երևան քաղաքում գործում են աջակցության կենտրոններ, որոնց նպատակը ընտանեկան բռնության ենթարկված կանանց, կարող են լինել նաեւ տղամարդիկ, տարեց անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք առաջնային խորհրդատվություն տրամադրելն է, իրավաբանական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելն է։ Երկրորդ մասնագիտացված ծառայությունը դա ապաստարանի ծառայությունն է։ Դրանք գործում են փակ գաղտնի ռեժիմով։ Այս պահին նախարարությունը համաֆինանսավորում է 3 ապաստարաններ եւ մեր նպատակը կանանց եւ երեխաներին անվտանգ առաջին հերթին կացարանով ապահովելն է։ Նախարարությունը նաեւ տրամադրում է ֆինանսական աջակցություն առաջնահերթ հրատապ կարիքները հոգալու համար։ Նշեմ, որ այս ծառայություններից օգտվող անձանց թիվը կայուն աճ է գրանցում տարեցտարի։ 2025 թվականին աջակցման կենտրոնի ծառայություններից օգտվել է 2137 անձ, այս թվում կանայք, երեխաներ եւ տղամարդիկ։ Այս թիվը եւ այս աճը մենք երկու համատեքստում ենք դիտարկում։ Դրական այն առումով, որ դեպքերը բարձրաձայնվում են եւ ծառայություն
հաղորդությունները ինչ որ չափով հասանելի են դառնում անձանց եւ իհարկե բացասական այն առումով, որ դեռևս պետք է լայնածավալ աշխատանքներ իրականացնեն ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում։ Իսկ մյուս ոլորտներում կան որևէ առանձնահատուկ ոլորտներ, որտեղ դրական միտումներ, ցուցանիշներ կան եւ դրանք շարունակական աճ են գրանցում։ Խոսեմ թե դրական ցուցանիշի մասին, թե այն ցուցանիշների մասին, որոնց լավարկման ուղղված աշխատանքներ դեռ պետք է տանենք։ Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որտեղ որոշումների կայացման գործընթացում կանանց թիվը եւս աճում է։ 20 թվականից սկսած մենք ազգային ժողովում սահմանեցինք 30% ներկայացվածության քվոտա կանանց համար եւ այսօր ունենք արդեն 36%-ից ավելի կանանց մասնակցություն հենց ազգային ժողովում։ Աշխատանքներ պետք է տարվեն արդեն համայնքային մակարդակում, համայնքի ղեկավարների շրջանում կամ ավականու կազմում կանանց դերի բարձրացման ու մասնակցության ակտիվացման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է մի փոքր մտահոգիչ ցուցանիշներին, վերջին շրջանում նախարարությունը տեղական եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ուսումնասիրում է մի նոր ուղղություն, կարելի ասել, դա կանանց չվճարվող աշխատանքի մասին հետազոտությունն է եւ խնդիրները, որոնք ուղղակիորեն կապված է գենդերային ռազմավարության երկրորդ գերակայության հետ, այսինքն աշխատաշուկայում կանանց դերի ակտիվացման հետ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց վճարվող աշխատանքը 90% է ի համեմատություն կանանց վճարվող աշխատանքի, որը 56% է։ Մինչդեռ կանանց չվճարվող աշխատանքը կազմում է 43.7%, իսկ տղամարդկանցը ընդամենը 9.7%, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է այս թվերը։ Վճարվող աշխատանքը դա այն աշխատանքն է, որը կանայք եւ տղամարդիկ կատարում են եւ վարձատրվում են, իսկ չվճարվող աշխատանքը դա այն աշխատանքն է, որը կատարվում է եւ որը օրինակ կապված է երեխայի խնամքի հետ, կենցաղային գործերի հետ, տանը հաշմանդամություն ունեցող անձի կամ տարենց անձի խնամքի հետ, եւ տվյալները ցույց են տալիս, որ այս խնամքի բեռը հիմնականում կանանց ուսերին է, ուստի մենք ունենք 43.7% չվճարվող աշխատանքի ցուցանիշ։ Սա ոչ միայն ցուցանիշ է, որը կապված է սոցիալական հարցերի հետ, այլ ցուցանիշ է, որը ուղիղ ազդում է նաև կանանց տնտեսական ակտիվացման վրա։ Բայց այս ուղղությամբ որքանով տեղյակ եմ, կան ծրագրեր, քայլեր են ձեռնարկվում։ Նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, կանանց ուղղված նաև կանանց տնտեսական հզորացմանն ու ակտիվացմանը, եւ մեր նպատակը ոչ միայն կանանց կրթել կամ վերակրթելն է, այլ աշխատաշուկայում կայուն զբաղվածություն ապահովելն է։ Բայց այս ուղղությունը ուղիղ կապ ունի նաև ծառայությունների ընդլայնման եւ հասանելիության ապահովման հետ, որովհետեւ կնոջ աշխատանքը ուղղակիորեն պայմանավորված է օրինակ տանը երեխայի խնամքի կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքի հարցերին ու գործընթացներին, դրա համար նախարարությունը թե տնտեսական հզորացման ծրագրեր է իրականացնում, թե փորձում է ընդլայնել ծառայությունները, հասանելի դարձնելով բոլոր համայնքներում եւ շրջաններում։ Գենդերային հավասարության քաղաքականությունը նաև հասարակության մեջ կարծրատիպերի, սովորույթների մասին է։ Այս ուղղությամբ նախարարության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում։ Ընդհանրապես գենդերային հավասարության ոլորտում բացի քաղաքականությունների մշակումը կամ աջակցության ծրագրերի իրականացումը, մի մեծ միջոցառումների խումբ ուղղված է հենց հասարակության մեջ առկա կարծրատիպերի ու տարընկալումների հաղթահարմանը, որովհետև ինչպես իրավացիորեն նշեցիք, այստեղ խնդիրները կապված են հենց կարծրատիպերի ու հասարակության մեջ առկա սովորույթների հետ։ Հիմնականում մեր աշխատանքները ուղղված են իրազեկման միջոցառումների իրականացմանը, որոնք տարաբնույթ են, ներառում են ինչպես օրինակ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղված թեմաներ, այնպես էլ օրինակ կանանց առաջնահերթության վերաբերյալ թեմաները։ Մենք նաև փորձում ենք այս կարծրատիպերը հաղթահարել հենց կրթման ու վերակրթման ծրագրերի միջոցով, հնարավորություն տալով օրինակ հեռավոր համայնքներում բնակվող կանանց մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, այդպիսով ձեռք բերել ինչպես մասնագիտական գիտելիքներ, այնպես էլ ֆինանսական անկախություն, շփումներ, կապեր այլ կանանց, ընկերությունների, կազմակերպությունների հետ եւ ավելի ակտիվ մասնակցել հանրային կյանքի տարբեր ոլորտներին։ Իսկ պահանջվածությունը ինչպիսին է, մեծ է։
Ի ուրախություն պետք է նշեմ, որ կանայք մեծ ակտիվություն են ցուցաբերում նման ծրագրերի նկատմամբ եւ հնարավորինս փորձում են ներառվել այդ ծրագրերում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանայք նաեւ խնամքի բեռն են կրում, ինչպես արդեն նշեցի, մենք փորձում ենք նաեւ հեռավար դասընթացների, հեռավար ծրագրերի միջոցով այդ աշխատանքները կազմակերպել, թույլ տալով, որ կինը իրեն նախընտրելի ժամին կամ վայրում մասնակցի որևէ կրթման կամ վերակրթման դասընթացի եւ հետագայում համագործակցելով ինչպես բիզնես ոլորտի գործընկերների հետ, այնպես էլ տեղական ու միջազգային գործընկերների հետ փորձում ենք ապահովել նաեւ աշխատաշուկայում նրանց ակտիվությունը։ Իսկ այդ կարծրատիպերից ամենաշեշտվածը ո՞րն է, որ ներկայում ակնհայտ է եւ այդ ուղղությամբ ավելի լուրջ անելիքներ կան։ Վերջին հետազոտությունները, թե կապված վճարվող ու չվճարվող աշխատանքի հետ, թե օրինակ որոշումների կայացման գործընթացում կանանց նկատմամբ վստահության հարցերի հետ, ցույց են տալիս այն մասին, որ դրանք հիմնականում կապված են կնոջ դերի հետ ընտանիքում եւ խնամքի պարտականությունների տարանջատմանը եւ իհարկե որոշումների կայացման գործընթացում կանանց առաջնորդության կարողությունների հետ։ Ցավոք հասարակության մի մեծ զանգված, օրինակ խնամքի հարցեր ասելիս առաջին հերթին պատկերացնում է այդտեղ կնոջը հիմնական դերում եւ հենց դրանով է պայմանավորված, որ նախարարությունը օրինակ խթանում է նաեւ հայրության արձակուրդի ինստիտուտը, որպիսի հնարավորություն տա տղամարդուն կամ ընտանիքի օրը կնոջ հետ կիսել օրինակ երեխայի խնամքի բեռը եւ մասնակցել այդ ամբողջ գործընթացին։ Ինչ առաջնահերթություններ են սահմանված 2026 թվականի եւ առաջիկա տարիների համար։ Բնականաբար նախարարությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել ռազմավարության իրականացման ուղղությամբ։ Ռազմավարության յուրաքանչյուր գերակայության համար սահմանված են մի խումբ միջոցառումներ ըստ ժամկետների, ըստ պատասխանատու գերատեսչությունների եւ մենք հետևելու ենք սերտորեն համագործակցելով գործընկերների հետ, որպեսզի սահմանված արդյունքային ցուցանիշները ապահովենք։ Ընդհանուր առմամբ մեծ կարևորություն է տրվում ծառայությունների տրամադրման գործընթացում թվային գործիքների կիրառմանը եւ նախարարությունը հնարավոր բոլոր ուղղություններով փորձում է թվային գործիքներ ներդնել, այդպիսով ապահովելով ծառայությունների հասանելիությունը եւ արդյունավետության բարձրացումը եւ երրորդ առաջնահերթությունը մեզ համար շարունակում է մնալ ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Այստեղ նախարարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել եւ 26 թվականի հունվարից ներդրել է ընտանեկան եւ կենցաղային բռնության գործադրած անձի ռեաբիլիտացման ծրագիրը։ Մեր նպատակն է, որպեսզի սոցիալ վերականգնողական եւ վարքաբանական փոփոխության ուղղված աշխատանք կատարվի բռնարար գործադրած անձի հետ, որը ուղղակիորեն նվազեցնելու է վերջինիս կողմից կրկին բռնության գործադրման ռիսկը։ Որոնք են այն բացերը, խնդիրները, որոնց շուրջ պետք է դեռ աշխատանքներ տարվեն։ 3 ուղղություններ կնշեմ։ Մենք դեռևս պետք է շարունակենք լայնածավալ աշխատանքներ իրականացնել իրազեկման միջոցառումների եւ առաջնային օղակի մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ, որպիսի տարբեր համայնքներում, մարզերում աշխատող մասնագետները, ովքեր շփվում են հասարակության տարբեր խմբերի հետ, կարողանան ճանաչել խնդիրները, դեպքերը եւ ստանձնեն իրենց պարտականությունները, դեպքերը բացահայտելու եւ մասնագիտացված ծառայություններ ուղղորդելու հարցում։ Երկրորդ, բաց չասեմ, բայց ուղղություն, որը շրջանակում պիտի աշխատենք, դա օրենսդրական դաշտի շարունակական լավարկումն է, որը պետք է թույլ տա կանանց համատեղել ընտանիքը, աշխատանքը, խնամքի հարցերը եւ ապահովել մասնակցություն ու ակտիվ մասնակցություն հանրային կյանքում եւ իհարկե մենք շարունակելու ենք պայքարը արկա կարծրատիպերի դեմ, փորձելով աջակցել հասարակությանը հաղթահարելու այդ կարծրատիպերը եւ ցուցաբերելու ակտիվություն գենդերային հավասարության օրակարգը առաջ տանելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ գենդերային հավասարության քաղաքականությունը ինչ արդյունքներ կարող է ապահովել։ Գենդերային հավասարության քաղաքականությունը սոցիալական ոլորտի քաղաքականության մյուս ուղղությունների հետ սերտորեն կապակցված է եւ գենդերային հավասարությունը խնդիր է, որը առնչվում է ծառայությունների հասանելիության ու ընդլայնմանը, կանանց տնտեսական ակտիվացմանը, բռնության ռիսկերի նվազեցմանը եւ
Այն երկրները, ովքեր կարողանում են այս օրակարգում հաջողություններ գրանցել, ունենում են առողջ, իրազեկ հասարակություն, որտեղ միջավայրը ներառական է եւ կարողանում ենք երաշխավորել անձանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները։ Եվ վերջում մի հարց նշեցիք, որ ընտանեկան բռնության հարցերով կենտրոններից համապատասխան օգտվում են նաև տղամարդիկ, դա ինչ ցուցանիշ է կազմում։ 2025 թվականին 2137 անձ է օգտվել ծառայություններից, որտեղ ունեցել ենք որպես շահառու 18 տղամարդ։ Աշխարհի բոլոր երկրներում այդ ցուցանիշը անհամեմատ նվազ է, որովհետև ընտանեկան բռնության զոհ են դառնում ցավոք սրտի հիմնականում կանայք, եւ սա ուղղակիորեն գենդերային հավասարության օրակարգի խնդիրներից մեկն է։ Շնորհակալություն ձեզ թեման այսպես հանգամանալից ներկայացնելու համար, ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր դժվարին աշխատանքում, հուսով եմ դեռ դրական ցուցանիշների վերաբերյալ զրուցելու առիթներ կունենանք։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, գենդերային հավասարության քաղաքականության թեմայի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանի հետ։ Կհանդիպենք։